Ձեր կարծիքով ընդդիմությունը մանդատը պետք է վերցնի, թե ոչ։ Եթե խելք ունենան կվեկալեն, որովհետև մենք հայ ազգ ենք, ոնց կարան չվեկալեն։ Դի վեկալեն ու պայքարեն ամեն ինչի համար, լավ բանի համար։ Ինչի համար չվեկալեն։ Թող վեկալեն ինչ եղե։ Եթե չվեկալեն էլ ինչ, չեմ անում, կարող է հեշտ են հանձնում։ Պատգամավորները իրանք չեն կարում կողմնորոշվեն։ Կեսը ասում է չպետք է վերցվի, մյուս կեսը ասում է պետք է վերցվի։ Դե հիմա եթե վերցնում ես, որ ազգային ժողովում մեր քվեները, մեր ձայները պետք է, մեր պատգամավորական մանդատները պետք է, այդտեղ ճիշտ է։ Իսկ մի կողմից որ ասում են էթիկալուծարի ազգային ժողով, չգիտես ախր, ուղղակի սա թյուրիմացություն էր, էսի խուժանություն էր, էս ինչ արեցին, էս ինչ սարքեցին մեր ժողովրդի գլխին, կերան բոլորի կյանքը, երկիրը կերան, հողերը կերան, ինչ մեր ներվերը կերան, մեր կյանքը կերան, ես ասելու չունեմ իրանց համար, որ իրանց դուրը գա, չէ, ես շատ ներողություն, Նիկոլի մերը, որ իմանար սենց ունենալու ասես տղա երևի բարի կտար, կներեք աբորտ կաներ, եթե իմանար սենց տղակ ունենար, բա մենք ինչ ասենք, ես այս դրությամբ ներվային վիճակում եմ ու ես գիտեմ, այս վիճակն է սենց անել, այս վիճակից եմ ես սենց դարել, ճիշտ է, ես արյա պրոբլեմ ունեմ, բայց այդքան ինձի չի նեղել, ինչքան այս վիճակը, սա անտանելի բան է, ինչքան կարելի է, ոնց կարելի է այսքան տանել, որ մենք ենք տան, չգիտեմ, ամեն օր ասում ենք, որ լավ կլինի, այսօր սենց հայեղը, վաղը արդեն լավ կլինի։ Շատ բարդ հարց է, լավ կլինի չվերցնի, լավ կլինի վերցնի, որովհետև արդեն մենք այնքան հոգնել ենք այդ դեմքերին տեսնելուց, այդ Հավայի աշխատավարձները ստանալուց, որ մենք այսպես տանջանքով պիտի աշխատենք, նրանք այդ աշխատավարձ ստանան, արհամարական գնան, արհամարական գան, և կարծում եմ այդտեղ ընդգրկված մարդիկ այդ աշխատավարձի հույսին ապրող մարդիկ չեն, ամենավտանգավոր բանը, այն ամենակարևոր լավագույն մարդիկ մնացին հետևում, սրանք իրանց չվաստակած գումարներով ընկան առաջ, ես կոնկրետ շատ կուզենայի Շիրինյանը, անպայման Շիրինյանը անցներ, այն Սարգսյանը անպայման անցներ, ինչու ոչ, շատ լավ ընդդիմություն կունենային, բայց ինչ ասեմ, փողի զորով եկան ընկան այդտեղ, հիմա էլ դեռ մի հատ էլ մտածում են, վերցնենք թե չվերցնենք, լավ կլինի ընդհանրապես չվերցնեն, որ ժողովուրդը էլ ներվ չունի ուղղակի դրան։ Իշխանության մասին ինչ կարծիք ունեք։ Դե իշխանությունը արդեն տեսանք այսքան տարիներին, որ ասենք այսպես մի 100% են, իհարկե ոչ, ինչպես բոլոր իշխանությունները թերություններ ունեն, թերություններ ունենալու համար ինչ էր մեզ պետք, որ մենք ունենայինք ուժեղ ընդդիմություն, որ դա հաղթահարվեր, կոնկրետ այս պահի դրությամբ մենք պետք է միայն օգնենք մեր իշխանություն, որտեղ դա զուտ մեր համար է, դրական, իհարկե դրական։ Հա, դե ասում են ինչ որ բաներ ա եղել, թերություններ ա եղել, ասում են, քվեաթերթիկներ են ինչ որ ավելորդ լցրել, չգիտեմ ինչ ձևով, դե տա Աստված, որ սենց բաներից հեռու մնանք, աղջիկս, եթե ընտրությունը, պետք է ընտրությունը լինի մաքուր, թափանցիկ, որպեսզի ոչ մի ժողովուրդ էլ բան չանեն։ Մեր ընտրությունը մաքուր էր, թափանցիկ էր։ Այսինքն ում ընտրությունը, մեր, դե ասում են ոչ, դե ասում են այդ քվեաթերթիկների բանի համար, ինչ որ ավելորդ թերթիկներ են լցրել, չգիտեմ ում համար, համենայն դեպս կան։ Երևի պետքա վերցնի։ Հիմա ոչ մեկի մասին ոչինչ մարդ չի կարող ասի, որովհետև ամեն մեկ այնքան են իրար ամեն ձևի պախարակում, եսի ինչը որ չգիտես ով է ճիշտ, ով է սխալ, ինչ են ասում։ Անպայման պետք է վերցնեն մանդատը, ամեն մեկը մանդատը վերցնում։ Տեսնենք հնարավորություն կա, ընդդիմությունը ինչ որ տեղ հաղթի, ինչ որ մի բան հավաքի, որ
ընդդիմության մարդկանցից շատ լինի։ Ճիշտ ասած, այդ ընդդիմությանը ոչ հավատում են, ոչ բան, չգիտեմ, վերցնելա ճիշտ, թե չվերցնելա ճիշտ, մտածում որ վերցնեն, պետքա առաջվանը լինի, ոնց որ ազգային ժողովում ոչ մի հարց չէ լուծում իրանց կողմից, իրար հայհոյել, անպատվել, շշել, շպրտել։ Չգիտես հիմա ոնց կլինի, բայց չգիտեմ, ոնց ասեմ, այսինքն չեմ կամ ասեմ, լավ կարող է մի քիչ փոխվեն, թե չփոխվեն, չգիտեմ, չեմ կարող ասել։ Չենք կարող ասել, քանի չենք տեսել աղջիկ ջան։ Դե որ այս զորբանների վրա կարողանան վերջապես զորովա, շարովա, ամեն ինչովա նա ուզում է բոլորին հա չեզոքացնի, ինքը առաջ գնա։ Չենք ուզում ապրենք թուրքերի հետ, աղջիկ ջան։ Չենք ուզում մեր երկիրը տանք թուրքերին։ Մենք ուզում ենք ապրենք անկախ Հայաստանում, ուժեղ Հայաստանում, այո։ Ինչու՞ չէ։ Հենց Սամվել Կարապետյանի նման մարդկանց հետ, Քոչարյանի նման մարդկանց հետ, ոչ Նիկոլին։ Երկրի վերջը եկել է ինչ ընդդիմություն, ինչ դիմություն։ Հեսա թուրքը վեկալում է բրցնել ինչ ընդդիմություն, բրցավ ընդդիմություն։ Ամեն ինչ լավ կլինի, կարևոր խաղաղություն լինի, մեր երիտասարդները խաղաղ է, մեր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն, մեր երիտասարդները չկոտորվեն, ինչպես կոտորվեցին այն տարիներում։ Ամեն ինչ լավ կլինի, միայն խաղաղություն լինի։ Եթե ընտրությունների գնացել են, ուրեմն պետք է վերցնեն, այլապես իրանց ընտրողներին բանանում խափում են։ Չեմ հասկանում, կվեկալի թե չի վեկալի, բայց այդ հիմարիմ տի ռադանեն է թե, էլ բան չեմ խոսում։ Զզվում եմ դրանցից ուղղակի։